մի գրեք, խուսափեք։ Սիրելի հայրենակիցներ, իրականում ապրում ենք մի ժամանակաշրջան, որը ես այսօր ուսումնասիրել եմ Ալեքսանդրոպոլի դաշնագիրը, պայմանագիրը Հայաստանի եւ Թուրքիայի միջև կնքված 1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը դրել եմ Facebook-յան իմեջում, դրել եմ աղբյուրը, հիմքը, խորհուրդ կտամ ուղղակի կարդալ, դա եթե ուզում եք զուգահեռներ անցկացնել այսօրվա եւ 100 տարի առաջվա մեր աշխարհաքաղաքական սխալների միջև կհասկանաք, որ նույն ճանապարհով են գնում, այսինքն Հայաստանի ինքնիշխանության կարելի ասել կործանման ճանապարհով։ Ես 2-3 կետ հիմա առանձնացրել եմ Ալեքսանդր Խատիսյանի կողմից ստորագրված Հայաստանի Հանրապետության հայկական պատվիրակության ղեկավար Հեղկոմի նախագահ Կասյանին փոխանցելուց առաջ դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ալեքսանդր Խատիսյանը թուրքերից Քազիմ Կարաբեկիրը Ալեքսանդրապոլում Գյումրիում բարձ ասենք, լավ, Գյումրիի պայմանագիր, հայ-թուրքական Գյումրիի պայմանագիր։ Ես մա զուգահեռը կբերեմ Գյումրիի ընտրություններին, որ հասկանաք ինչքան նման են իրավիճակները, իրադարձությունները, երևույթները, ուղղակի շատ հաճախ անուններն է փոխված։ Ուրեմն 16 հոդվածից բաղկացած տարբերակ է, որի կետերից մի քանիսը ես հիմա անպայման կուզեմ կարդալ։ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է վարչապետ Ալեքսանդր նախավերջի վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը, դաշնակցական Աբրահամ Գյուլախալանդանյանը եւ Ստեփան Ղորղոնյանը, Թուրքիայի կողմից Թուրքիայի ազգային մեծ ժողովի անունից Քազիմ Կարաբեկիր Փաշան, Համիդ Բեյի եւ Սուլեյման Նեջաթի Բեյի ստորագրությունը։ Այնտեղ հոդվածները կարող եք կարդալ, 3 հոդված եմ կարդալու, ասոցացնելու ենք Վարդան Ղուկասյանի տարօրինակ ձևով ուրեմն արտահանձնման այս պատմության հետ եւ Մարգարայի կամուրջի շտաբ բացելու հետ եւ այլն։ Ուշադիր խնդրում եմ, մեջբերումը ես անում եմ բառացի, որպեսզի հետագայում ինձ որևիցե մեկը չմեղադրի։ Կարդում եմ։ Ուրեմն ուշադիր լսեք, 4-րդ կետ, հոդված 4, կանխելու համար Անտանտը պատկերացրեք ՆԱՏՕ, ապագա մեքենայնությունները, որոնք կարող են խաթարել երկրի անդատությունը, Հայաստանի կառավարությունը համաձայնվել է իր բանակը սահմանափակել 1500 զինվորով, լեռնային կամ դաշտային 8 հրանոթով եւ 20 գնդացիրով եւ վերացնելու զինվորական պարտադիր ծառայությունը։ Ամրություններում հրետանային զենքերի փողերը պետք է ունենան առավելագույնը 15 սանտիմետր տրամագից եւ գործողության փոքր շարավիղ։ Ժանդարմերիան կարող է ներքին կարգուկանոնը ապահովելու համար բավարար ուժ պահել։ Հոդված 5-րդ համաձայն Հայաստանի կառավարությունը համաձայնվել է թույլ տալ, որ Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչները հետևեն եւ վերահսկեն հոդված 4-ի պայմաններ, այսինքն Հայաստան եւ վերահսկեն Հայաստանը։ Չնմանա, ասենք եվրոպական դիտորդները, ես չեմ բացառում, որ այնտեղ ես վստահ եմ ասում, որ այնտեղ կարող է լինել Թուրքիայի հետախուզության կողմից կառավարող դիտորդներ։ Թուրքիայի կառավարության ռազմական օժանդակություն կցուցաբերի, երբ ներքին կամ արտաքին վտանգի պարագայում Հայաստանի Հանրապետությունը օգնություն խնդրի։ Այսինքն հոդված 4, երբ Թուրքիայի կառավարությունը ռազմական աջակցություն կցուցաբերի Հայաստանին, երբ ներքին կամ արտաքին վտանգի պարագայում Հայաստանի Հանրապետության օգնություն խնդրի։ 1920 թվական ցեղասպանությունը շարունակվում է, Թուրքիայի տարածքում կոտորում են հայերին, Թուրքիան առնվազն, եթե չեմ սխալվում, առաջի համաշխարհային ժամանակ զինվորագրել էր Թուրքիայի տարածքում բնակվող Հայաստանի, Օսմանյան Թուրքիայի կայսրության հիմնադիր քաղաքացիների եւ դրանից առաջ 3-4 հազարամյակ բնակվող հայերին տղամարդկանց ուրեմն զինագրել են տարբեր հաշվարկներով 220,000-ից մինչև 300,000 հայ տղամարդ, որոնց հետո առաջի համաշխարհային ժամանակ
մեջքից ուղղակի գնդակահարել են կամ ուղարկել են այնպիսի ճակատի գծեր, օրինակ Գալապոլի, որտեղից ուղղակի կենթանի մնալը չէր երաշխավորում։ Ցեղասպանությունը շարունակվում է Օսմանյան կայսրության տարածքում դեռ եւս 3 տարի ըստ բոլոր փաստաթղթերի, այսինքն դեռ մինչև 1923 թվականը, հանկարծ 1920 թվականին Թուրքիայի կառավարությունը ռազմական օժանդակություն կցուցաբերի Հայաստանի Հանրապետությանը, երբ ներքին կամ արտաքին վտանգի պարագայում Հայաստանի Հանրապետության օգնություն։ Հիմա հարց. եթե Թուրքիան Հայաստանին օգնելու է արտաքին վտանգի դեպքում, եթե Թուրքիայից չի լինելու վտանգը, ումից է լինելու վտանգը, սա շատ հետաքրքիր պայման է։ Հոդված 6-րդ պայմանավորվող կողմերը համաձայնում են թույլ տալ գաղթականների վերադարձը, բացի նրանցից, ովքեր համաշխարհային պատերազմի ընթացքում միացել են թշնամուն եւ զենք վերցրել իրենց կառավարության կամ դեմ կամ մասնակցել են գրաված տարածքների տեղում կոտորածներին։ Այսինքն բոլոր ֆիդայիները, բոլոր այն տղամարդիկ, որոնց իրենց ընտանիքի ֆիդայել կարող չլինի, արժանապատվությունը պահել են, իրանց արգելվում է վերադառնալ։ Հասկանում եք։ Հիմա ես ինչի եմ սա ասում, որտեղ Ես մյուս կետներ կարդամ։ Կետ հոդված 8-րդ ելնելով մարդասիրական նկատառումներից Թուրքիայի կառավարությունը հատուցում եւ փոխհատուցում չի պահանջի իր կատարած հսկայական ծախսերի դիմաց այն պատերազմի ժամանակ, որ ստիպված է եղել վարելու Հայաստանի դեմ։ Երկու կողմերը հրաժարվում են նաեւ համաշխարհային պատերազմի ընթացքում կրած կորուստների համար բոլոր եւ ամեն տեսակի պահանջներից։ Այսինքն հրաժարվում են հայոց ցեղասպանության պահանջներից։ Դες բան չի ուշում, այսօր մեր տենդենսներին արտաքին քաղաքականության։ Հոդված 9-րդ Թուրքիայի կառավարությունը հավաստիացումներ է տալիս, որ անկեղծորեն ցանկանում է օգնել եւ Հայաստանի կառավարությունը իր իշխանությունը ծավալի եւ հոդված 2-րդի ամրագրած սահմաններում, հոդված 2-րդ դրված է։ Ամենակարևորը սա խնդրում եմ այն մարդկանց, այն գիտնականներին, այն քաղաքական գործիչներին, ովքեր Սևրի պայմանագրի ջատագովներ են։ Հոդված 10-րդ Ալեքսանդր Օպերի, այսինքն Գյումրիի պայմանագիր։ Հայաստանի կառավարությունը չեղյալ եւ անբավեր է հրճակում եւ դատապարտում է Սևրի դաշնագիրը, որն ամենապահորեն մերժել է Թուրքիայի ազգային մեծ ժողովը։ Կրկնեմ, ցանկանալով վերացնել հնարավոր որևէ թյուրըմբռնում Հայաստանի կառավարությունը համաձայնում է հետ կանչել Եվրոպայի եւ Ամերիկայի իր բոլոր ներկայացուցիչներին եւ առաքելությունները, քանի որ այդ անձինք իմպերիալիստական որոշ կառավարությունների եւ քաղաքական շրջանակների ձեռքում դարձել են սադրանքի գործակալներ, բացի այդ պետական ծառայությունից Հայաստանի Հանրապետության հեռացնել բոլոր անձանց, ովքեր օժանդակել եւ հետապնդել են իմպերիալիստական նպատակներ, որպեսզի խթարեն երկու երկրների միջև խաղաղությունը։ Վարդան Ղուկասյանին հեռացնել կամ արտահանձնել կամ հանձնել Հայաստանի Հանրապետության Ալեքսանդրապոլի պայմանագրով։ Ինչու ոչ։ Կրկնում է իրականում ամեն ինչ։ Խնդրում եմ ճշտեք ձայնս ինչպես է սիրելիներս, որպեսզի հասկանամ ինչ ընթացք է հիմա ընթացքի մեջ է մեր այսօրվա եթերը։ Կարծում եմ ձայնս նորմալ է, եթե ինչ-որ բան կա ինձ ասեք, խնդրում եմ։ Պատկերը, հա, լավ է, պատկերը ոնց է։ Շնորհակալություն, ամեն ինչ նորմալ է։ Ասո կամոք գնում ենք առաջ։ Սա ինչի հատուկ արեցի։ Կա կարծիք, տեսակետ։ Այդ մասին գրել էին բլոգերներից 1-2-ը եւ առանցին մեկնաբաններ, որ Վարդան Ղուկասյանի արտահանձումը կապված է Գյումրիի ընտրությունների հետ, Ալեքսանդրապոլի ընտրությունների հետ։ Պատմական այս անցուդարձը թարմացնելու տեսակետից եմ ասում։ Ալեքսանդրապոլի ընտրությունները, որոնք կայանալու են 3 շաբաթից կամ 2 շաբաթից, դա կարելի է ասել կրկնություն է հայ-թուրքական 105 ամյա պատմության եւ բոլոր ընդդիմադիր գործիչներին պետք է արտահանձնել, բանտարկել, լռեցնել, խոչընդոտել, որպեսզի միայն Թուրքիան իշխի Հայաստանում։ Բարի բուն իմաստով ամեն ինչ լինելու է այդպես, եթե այսպես շարունակի առաջիկա 2 տարիների ընթացքում։
Մարգարայի մոստը բացելուց պետք է բոլոր թուրքական ապրանքների վրա կիրառվի 100% մաքսատուրք, 100% մաքսատուրք, պահպանելու համար Հայաստանի Հանրապետության ներքին շուկան, առաջին հերթին գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը, ֆերմերային տնտեսությունները, շինանյութի արտադրությունը, տեքստիլ արտադրությունը, որտեղ դրանք ուղղակի կկործանվեն, որովհետև չեն դիմանա Թուրքիայի կառավարության կողմից էքսպանսիային։ Միայն մի հուշում, Թուրքիայի կառավարությունը ունի որոշում այն երկրներ, որտեղ Թուրքիան կամ թուրքական ընկերությունները արտահանումներ են կատարում, նրանց ազատում են բոլոր տեսակի հարկերից։ Ընդհակառակը տրամադրում են ևս պետական դոտացիա, որպեսզի նրանք գրավեն այդ երկրների շուկաները եւ դուրս բռնդեն այդ երկրների ապրանք արտադրողներին։ Սա զգուշացում այն երջանիկներին ճակերտավոր, որոնք չգիտեն իրենց տեղը, հեսա մարգարայի մոստը կբացվի։ Սա հատուկ ես կարդացի, որ հատկապես 10-րդ կետը, որ այն ժամանակ Թուրքիան իրավունք ուներ պարտադրել Հայաստանի կառավարությանը արգելափակել, լռեցնել այն մարդկանց, որոնք հանդես են գալիս Թուրքիայի դեմ, Թուրքիայի պահանջների դեմ։ Պարզ հայերեն գրած էր, դուք ես խնդրում եմ մտեք Facebook, հիմա ես կդնեմ Facebook-ի իմ հասցեն, կարդացեք Ալեքսանդրապոլի դաշնակիրը ստորագրված դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը 1920 թվականի, որից հետո իշխանությունը հանձնվեց Հայաստանի դաշնակցական կառավարության կողմից բոլշևիկյան Հայաստանի իշխանություններին եւ նրանք հեռացան, որից հետո տեղի ունեցավ բնականաբար ձեռք բերված պայմանավորվածությունների խախտում, Երևանի բանտում կազմակերպեցին հարյուրավոր դաշնակցական գործիչներ, զորավարներ, զորապետներ, սպաներ եւ փետրվարի 18-ին 1921 թվականի տեղի ունեցավ խռովություն, արդարացված խռովություններ, բայց որոշ մասնագետներ ասում են, որ Թուրքիայի կառավարության կողմից ֆինանսավորվող, հովանավորվող Խատիսյանին փոխարինեց վերջի վարչապետը առաջի հանրապետության Սիմոն Վրացյանը, որի իշխանությունը տևեց ընդամենը 4 ամիս։ Եվ Պուտինը ներողություն եմ խնդրում, բոլշևիկները գրավեցին Հայաստանի Հանրապետությունը, ազատագրելով Թուրքիից եւ մնացած դաշնակներից, անհեռատես դաշնակներից։ Օրինակ Դրաստամատ Կանայանը հեռատես դաշնակցական էր, իդեպ, որը 1923 թվականին դեռ 20-ից մինչև 23 թվականը Մոսկվայում էր եւ զինվորական կոմիսարիատի խնդիրներով էր զբաղված Հայաստանի, այսինքն համագործակցում էր բոլշևիկյան Կասյանի, հետագայում նաև Ալեքսանդր Միասնիկյանի իշխանությունների հետ, օգնելով Հայաստանի Հանրապետությանը։ Գիտեք, նրանք ովքեր խելացի ազգեր են, օգտվում են ուրիշների պատմական սխալներից։ Հիմար ազգերը սեփական սխալներից էլ չեն օգտվում։ Մենք հիմա ցավոք սրտի կանգնած ենք ջրբաժանի չի ասի, արդի լեզվով ասած կարմիր գծերի հատման առաջ։ Շատ դուք դրա մասին կլսեք։ Աստված մի արած է դա լինի արհավիրք, Աստված մի արած է դա լինի այնպիսի մի արհավիրք, որին մենք ականատես եղանք ցավոք սրտի 88-ի երկրաշարժին, բայց դա լինելու է։ Ես